Չէ, տեսեք, առավոտյան որ ընտրական հանձնաժողովը սկսում են իրենց աշխատանքը, ժամը 7-ին, ինչպես գիտեք, ժամը 7-ին ընտրական հանձնաժողովը, տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում են իրենց աշխատանքը։ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է դեպքեր, երբ որ օրինակ հանձնաժողովի որևէ անդամ չի ներկայանում տեղամաս։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է, որ մինչև 7 անդամի դեպքում, եթե 8-ից օրինակ տվյալ դեպքում 8-ից 7-ը ներկա են, ըստ էության համալրման կարիք էլ կարող է չառաջանալ, այսինքն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է չհամալրել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը։ Արդեն նրանից հետո ըստ ընտրողների թվի, տեղամասի ընտրողների թվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է համալրել տեղամասային ընտրական։ Ես օրինակ գիտեմ, որ երկու նախագահների եւ քարտուղարների բացակայությունը պայմանավորված է քրեաիրավական գործընթացով, այսինքն մեզ դա արդեն զեկուցել է, որ ուղղակի տվյալ նախագահները եւ քարտուղարը գիշերը ձերբակալվել են։ Այս գիշերվա ընթացքում դեպք ունենք, որ ծնողն է 3 ծնողն է մահացել, ուզում ասեմ այսպես, այսինքն ինքը մարդկային խնդիրներ են, այստեղ չկա որևէ այլ կամ հիվանդացել է վատառող չէ։ Այսպիսի դեպքեր են, դա բայց բնական երևույթ է, դա միշտ կարգավորվում է։ Այս մասին բարձրաձայնել է հայակվեն նախաձեռնությունը, նաև ՀԱԿ-ներ իրավապահների մասին ահազանգեն, արդյոք տեղյակ եք այս մասին եւ ինչ լուծումներ եք պատրաստել։ Մեր իրավիճակային կենտրոնը բոլոր ահազանգերով, բոլոր այդ թվում նաև մամուլում հրապարակվող խնդիրներով զբաղվում ենք, այսինքն անընդհատ այդ process-ը միշտ բոլոր ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրը գործում է իրավիճակային կենտրոն, որը որ բոլոր ահազանգերի, բոլոր մամուլի հրապարակումների հետքերով մենք գնում ենք խնդիրները արագ կարգավորում ենք։ Այսինքն չի կարող լինել խնդիր, որը չլուծվի։ Կան օրինակ տեխնիկական խնդիրներ, մեզ արդեն մի քանի տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ ցուցակների հետ կապված, այսինքն սարքը, տեխնիկական սարքը տպագրում է կտրոնը, որի վրա ընտրողի հերթական համարն է եւ բայց տպագիր ցուցակում հերթական համարը այլ համար, այսինքն 1 կամ 2 նիշ տարբերում են։ Այս դեպքում բոլոր տեղերում, որտեղ որ եղել է նման, որտեղ ստացել ենք ուղղակի հանձնարարել, որ ընտրողը իր անվան դիմաց, այսինքն ցուցակում անվան դիմաց ստորագրի։ Այսինքն բոլոր խնդիրներին մենք արագ լուծումներ ենք տալիս, այսինքն ահազանգերով զբաղվում ենք եւ խնդիրները լուծվում են։ Պարոն Հովակիմյան, նաև վերջին օրերին սուր թեմա է դարձել քվեաթերթիկները լուսանկարահանելու խնդիրը։ Ես խնդրեի, որպեսզի ներկայացնեք ինչ է սպասում այն քաղաքացիներին, եթե օրինակ փորձեն լուսանկարահանել կամ քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից։ Իրական քվեաթերթիկ լուսանկարահանելու ձգտումը ես չեմ հասկանում, որովհետև մեր երևի նորից հիշեցնեմ մեր քաղաքացիներին, հիշեցնեմ մեր ընտրական կարգը, հարգելի քաղաքացիներ, դուք մտնում եք տեղամաս, մոտենում եք տեխնիկական սարքի աշխատողին, ներկայացնում եք ձեր անձը հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթղթի տեխնիկական սարքի աշխատող անձը հաստատող փաստաթուղթը մուտք է անում սարք, այնուհետև տրամադրում եք ձեր մատնահետքը։ Դրանից հետո սարքը տպում է կտրոնը եւ արդեն անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձում է ընտրողին։ Ընտրողը մոտենում է ցուցակների, ընտրական ցուցակների հանձնաժողովի անդամին, ով որ սպասարկում ընտրողների ցուցակները։ Ընտրողների ցուցակում գտնում են ընտրողի տվյալները, այնտեղ հնարավորություն է տրվում, որպեսզի ընտրողը ստորագրի, այնուհետև ընտրողի ստորագրության կողքը ընտրական հանձնաժողովի անդամը իր անհատական կնիքով կնիք է դնում։
Հաջորդ քայլին ընտրողը մոտենում է քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամին, որտեղ քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամը ընտրողին է տրամադրում թվով 18 հատ քվեաթերթիկ, որոնցից բացակայում է 13 համարի քվեաթերթիկ, այսինքն ընտրողին տրամադրում է 1-ից 19 քվեաթերթիկ, որտեղ 13 համարը բացակայում է, այսինքն 18 քվեաթերթիկ եւ 1 ծրար։ Ընտրողը այս 18 հատ քվեաթերթիկներով եւ 1 ծրարով մտնում է քվեախոց։ Այնտեղ այդ 18 հատ քվեաթերթիկներից մեկը, որևէ մեկը ինքը առանց ծալելու դնում է ծրարի մեջ, մնացածը թողնում է տեղում։ Քվեախոցում հատուկ գրպանիկ կա ավելորդ, այսպես ենք, քվեաթերթիկների համար։ Եվ քվեաթերթիկը ծրարի մեջ արդեն դրած փակ վիճակում դուրս է գալիս, մոտենում եք քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին, տրամադրում է իր կտրոնը։ Հանձնաժողովի անդամը առանց ծրարը ընտրողի ձեռքից վերցնելու ուղղակի այդ ծրարի վրա արկա կտրվածքի վրա փակցնում է դրոշմանիշը, որից հետո հնարավորություն է տալիս, որպեսզի ընտրողը քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ Հիմա այստեղ նկարելու իմաստը, այսինքն սա այս process ինչու նկարվեց, նկարելու իմաստ անհեթեթություն է, թափես չի կարելի ոչ նկարել, ոչ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտել, որովհետև քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն։ Այսինքն ես ու ամենակարևոր բանը, որ քվեարկության ընթացքում չի կարող օգտագործվել գրիչ, որևէ պարագայում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեախոցերում չկան գրիչներ, եւ գրիչ օգտագործելու կարիք չկա, առավել եւս եթե որևէ նշում լինի ծրարի կամ քվեաթերթիկի վրա, ապա այդ քվեարկությունը համարվելու է անվավեր, այսինքն չի կարող որևէ նշում լինել քվեարկության ծրարի կամ քվեաթերթիկի վրա։ Եվ նախկինում, երբ որ մեկ ընդհանուր քվեաթերթիկ էր եւ ընտրողը նշում կատարելով էր քվեարկում, այդ ժամանակ ըստ էության այդ նկարելու, չգիտեմ ինչ, դա կարող էր ինչ-որ նշանակություն։ Հիմա պատկերացեք ընտրողը ինչ-որ բան է նկարում, քվեախոցում բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկները արկա են, նկարեց ինչ-որ բան, ավարտեց, իր ցանկությամբ, իր կամքը արտահայտելուն ազատ է, որովհետև ինչ ցանկանա, որ քվեաթերթիկը ցանկանա, ազատ է դնել։ Սա ուզում ասեմ մեր համակարգը քվեարկության ընթացքի վերահսկումը, նկատում եմ ապօրինի վերահսկումը բացառում է։ Կարող ենք ավարտել։ Եթե այլ հարցեր չունեք, հարգելի գործընկերներ, կարող